Սկսենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հարգելի հետևորդներ։ Ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12, 13, կոտորակ 13, 10 կոտորակ 51 եւ 36 կոտորակ 65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Նիստում հայտնել է ԿՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրեմն վերջնական արդյունքները հրապարակելուց հետո պարզվեց, որ ԲՀԿ-ն դուրս է մնում խորհրդարանից։ Ուրեմն հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր 64 մանդատ, ուրեմն Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ, ԿՀ որոշումից հետո 6 կուսակցություններ հայտարարություն տարածեցին կասկածի տակ դնելով հունիսի 7-ի ընտրությունների լեգիտիմությունը։ Ուրեմն ըստ էության վերաքվեարկություն տեղի չի ունենա, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ այսինքն այդ երկու ընտրատեղամասերում վերաքվեարկությունը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Բնականաբար անգամ իշխանություններին համակրող, այսպես ասած, իրավապաշտպան կամ այսպես ուրեմն այդ մոռացա իր հասարակական կազմակերպությունը Դանիել Հովհաննիսյանը անգամ նա, որը իշխանությունների այսպես քարոզչություններ տանում, սկսեց այսպես առարկել, որ դա ապօրինի որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ ըստ էության ռեալ դա ապօրինի որոշում է։ Ինչու՞, որովհետեւ ասում Ոզնունն հայտնի է, որ այդ իդեպ այդ Ոզնունն հայտնի են հետարքիր բանը, հետևորդներից մեկը լավ մի օր կասեմ, հետևորդներից մեկը ասեց, որ հետարքիր պատմություն ուղարկեց, որտեղ ուրեմն հետո այսօր չպատմեմ Ոզնուն հայտնի արտահայտությունը իրականում ուրիշ բանի մասին է, բայց այսպես վերագրվեց Ոզնու կենթանում, բայց դա Ոզնուի կենթանու հետ կապ չունի։ Մի խոսքով, այսպես ասենք, պարզա որ դա ազդում է ընտրությունների արդյունքների վրա, որտեղ եթե վերաքվեարկություն լիներ եւ ԲՀԿ-ն հավաքեր իր ձայները, որ հավաքել է այնտեղ, ուրեմն ակնհայտորեն կանցներ։ Հիմա ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը նրանումն է, որ եթե իշխանությունները ասում են, որ ընտրակաշառք է բաժանվել եւ խախտում է տեղի ունեցել, նրանք պետք է ներկայացնեն ապացույցներ։ Կոնկրետ, բացահայտված գործեր։ Բոլոր գործերը, որ այսօրվա դրությամբ կան, դրանք քննության փուլում են։ Այսինքն, ուրեմն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտորեն ասում է, որ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, բացահայտորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Եթե իշխանությունը արդեն գնում է քարոզչական դաշտ եւ ասում է, հələ մի հատ մենք պետք է ներողություն խնդրենք ձեզանից, որ դուք ընտրակաշառք եք բաժանել, ուրեմն իրանք պետք է ներկայացնեն ապացույց։ Հիմա հետարքիր իրավիճակ է, որովհետեւ եթե այս ուժերը հիմա դիմեն սահմանադրական դատարան, ես օրինակ կզարմանամ ու կապշեմ, որ սահմանադրական դատարանը չբավարարի նրանց բողոքը կամ մի տարբերակ, եթե միջև սահմանադրական դատարան դիմելը ԿՊ-ն, այսինքն դատարանները կայացնեն մեղադրական վճիռ։ Ընդ որում, ավելին ասեմ ձեզ, չեն հասցնի, որտեղ մեղադրական վճիռ կայացնելուց հետո այդ պարտվող կողմը բողոքարկելու իրավունք ունի։ Դրանից հետո էլի բողոքարկելու իրավունք ունի միջև վճռաբեկ դատարան։ Հետևաբար, ուրեմն իրենք չեն հասցնի նման որոշում ունենալ ձեռքի տակ։ Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծելու։ Ինչու է սա վտանգավոր։ Տեսեք, մենք կարող ենք բոլորս ասել, որ Ծառուկյանը գործակալ է, չգիտեմ ինչպես ԿՊ-ն է ասում։ Իդեպ Ծառուկյանը դատի հատվել Փաշինյանին, որ իրան գործակալ անվան է եւ այլն։ Կարող ենք ակնհայտ բաներ ասենք, բայց եթե մենք չենք ներկայացնում կոնկրետ ապացույցներ ու փաստեր, հատկապես եթե պետության հետ եւ կարևորագույն այնպիսի գործընթացի հետ գործ ունենք, ինչպիսին են ընտրությունները, դա կարող է բերել շատ վատ հետևանքների։ Դրան լավ չեն վերաբերվելու եվրոպացիները։ Ինչու՞։ Որովհետեւ տեսեք, ստացվում է, որ սա ուղղակի դատարկ ռետորաբանությունը, ուրեմն իր հակառակորդներից ազատվելու համար։ Դուք գիտեք, որ առաջինը ես կուրախանամ, եթե եւ ուրախ եմ, որ ԲՀԿ-ն չի անցել խորհրդարան։ Բայց Հայաստանի համար, Հայաստան պետության վարկանիշի համար կարևոր է, որ այդ process-ները լինեն օրինական, իսկ այն ինչ որ արեց ԿՀ-ն, ակնհայտորեն օրինական չի, որտեղ գիտեք ինչ բացահայտ, երբ որ մենք բոլորս տեսնում ենք, որ այդ վերահաշվարկը ազդելու է ընտրությունների արդյունքների վրա, եւ կանգնում ասում է, որ չի ազդելու ընտրությունների արդյունքների։ Սա ինձ ակնհայտորեն հիշեցրեց Սերժ Սարգսյանի ժամանակվա գործելավոճը, ուղիղ հիշեցրեց, այսինքն չորով Փաշինյանը ուղակի ջնջեց Ծառուկյանին, բռնեց ու ջնջեց Ծառուկյանին։ Ես դեմ չեմ ժողովուրդ ջան, բայց ես ուրիշ բան եի առաջարկում։
Ես մի կես տարի առաջ ասում էի Պուտինի ոտերը լպստեք, ասենք 2 տարի առաջ էլ ասում միշտ ասել եմ, ինչ էլ անեք, մեկը ինքը եթե ինչ որ նպատակ ա, դրա այդ նպատակին հասնելու է։ Հիմա մենք փորձենք հասկանալ իսկ ինչա հիմա տեղի ունենում իրականում, արդյոք ԿՊ-ն տես պայքարա սկսել օլիգարխների դեմ, թե ոչ։ Նույն Սամվել Կարապետյանի բացահայտումները կարող է եթե ըստ ԿՊ-ի գողանում էր մանկապարտեզներից, զինվորներից հոսանքեր գողանում եւ այլն նոր ասկսե գողանալ։ Պարզը չէ որ եթե իրանք շուտ աուդիտ անցկացնեին 23 կամ 22 կամ 21 թվականներին, ակնհայտորեն այն ժամանակ էլ կբռնեին խախտումները, այն ժամանակ կարող էին դատել, եթե իրենք ասում են որ գողացել է։ Հիմա այս պահի դրությամբ ես անգամ առաջարկում էի, քանի որ դեռ մի 3-4 ամիս առաջ սկսել էին ասել արդեն այդ process-ները, ասում էի արգելեք իրենք մասնակցեն ընտրություններին։ Արգելեք ուղղակի մասնակցել ընտրություններին, արտաքին կապը հայտնաբերելու պատճառով։ Իդեպ ասեմ ձեզ, այն ժամանակ ավելի հեշտ ու օրինակ Մոլդովայի օրինակով ավելի հեշտ ու օրինական կներ, ինչու՞։ Որովհետև Սամվել Կարապետյանի կապը Մոսկվայի հետ ակնհայտ էր, Ժորժ ջան։ Ինչու եմ ես համարում սա էժան շոու, որովհետև Սամվել Կարապետյանի կապը ինքան ակնհայտ է Մոսկվայի հետ, մենակ իր բիզնեսները ամբողջությամբ հերիք է։ Դու հանգիստ ոնց որ շորին չթողեց Մայա Սանդուն մասնակցի Մոլդովայի ընտրություններին, հանգիստ Ծառուկյանը կարող էր Քոչարյանը խոստովանեց կարծեմ որ վերջերս որ սիստեմայում մի փոքր փայաբաժին մնացել է իրան, հա, եւ այլն։ Այս վերջերս խոստովանեց մի որոշ ժամանակ առաջ։ Ուրեմն նրանց բոլորին, ովքեր Ռուսաստանի հետ կապ ունեն, այն էլ սիստեմայի պես ընկերության հետ կապ ունեն, նույն Սամվել ուրեմն Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ընդհանրապես դա Ժորժ ջան, այսպես ասեմ, ասում ես իրենց որոշ հիմնարկների աշխատողների հետ կապ ունեմ։ Իրանք այնպիսի բաներ են ինձ ասում, որ իշխանությանը մտքին դներ եւ ժամանակին ես բարձրաձայնել եմ որոշ բաներ, բանի տեղ չդրեցին 2 տարի առաջ։ Այնքան որ որոշեցին, երբ որ ես ընդամենը Մեղրիի մասին իմ խոսքերը ասեցի, ընդամենը ուզում էի խնդրեմը լուծել, ընդ որում այդ խնդիրները իդեպ սկսեցին լուծվել որոշ չափով հենց իմ բարձրաձայնելուց հետո, փոխանակ այն ժամանակ, երբ որ ես նույն ժամանակ Ծառուկյանի մասին բաներ էի բարձրաձայնում, ասում էի գնացեք ստուգեք։ Իրանք ամբողջ իշխանությունը մեքենան օգտագործեց իմ դեմ իմ խոսքերը աղավաղելու իրականում եւ քարոզչական մեծ արշավ սկսեց իմ դեմ։ Բայց ասում ով չգիտի Հայաստանում, որ եթե իշխանությունը ուզենար, Ծառուկյանին այնպես կարգելել ընտրություններին մասնակցելու, որ Ծառուկյանը երբեք չէր մոտենա այդ ընտրություններին։ Երբեք օրինակ Արադ ցեմենտի սեփականաշնորհման գործընթացը սկսեին 2 տարի առաջ կամ տարի ու կես առաջ։ Կամ մարտի 1-ի գործով բազմաթիվ բաներ կար, որ խոսում։ Ոչ միայն մարտի, բայց ժողովուրդ այնքան բաներ կար, որ մամուլը բաց ենք խոսքի 2000-ականներից միջև հիմա ասես Ծառուկյանի անունը գրենք, այնքան բաներ կար, որ մտքներին տեղ լիներ, հանգիստ կարային Ծառուկյանին արգելեին, բայց սա այն էր ինչ որ ես ասում եմ, իրանք չեն ուզում գնան դեպի արևմուտք։ Իրանք ուզում են Ռուսաստանը պահեն որպես հակակշիռ արևմուտքին։ Ինչը ես ձեզ բերեցի նաև արևմտյան հոդվածի մեջ նախորդ անգամ որը անգամ բերել էր հայկական ժամանակը։ Նայեք նախորդ եթերներս կտեսնեք։ Այսինքն իրանք խաղում են շատ ստոր խաղ։ Իրանք փորձում են, սա ճշգրիտ ասում եմ, դիագնոզը դրել եմ, իրանք փորձում են ընդդիմությունը տալ ռուսներին ամբողջությամբ, որpիսի Եվրոպային ասեին, տեսեք դե հիմա ռուսական ընդդիմությունն է։ Մենք չենք կարող գնալ արևմուտք, Եվրամիություն էսպայն չենք կարող գալ։ Հա, միակ արևմտամետ ուժը մենք ենք, բայց կներեք ցավոք սրտի բաներ։ Բայց Պուտինը գնաց վաբանկ, Պուտինը հասկացավ, որ ըստեղ ասում արևմտյան, իրանք ուղղակի չեն հասկանում արևմտյան քաղաքական մտքի ճկունությունը, իրանք չեն հասկանում, որ իրանք շատ թուլիկ ու փոքր են, որ կարողանան արևմտյան քաղաքական մտքի հետ ինչ որ փորձեն խաղեր խաղալ։ Նրանք շատ լավ հասկանում են ինչ էին անում Փաշինյանի իշխանությունները։ Դրա համար շատ գեղեցիկ ձևով ասում եմ, այս ամեն ինչը սկսվեց նրանից, երբ որ Թրամփը վերցրեց թրիփը։ Հետո շատ գեղեցիկ ձևով կոմբինացիա խաղարկեցին, որտեղ Փաշինյանին ասեցին, ուղղակի դուրս կգնաս այդ լոգիստիկայից դուրս կթողնենք քեզ, եթե երկաթգիծը չվերցնես ռուսներին։ Կամաց խառնվեցին իրար։ Բայց իրանք չէին սպասում, իրանք այսպես փորձում էին Պուտինին համոզեին, որ դե գիտես դու հիմա թույլ ես, բեր թող մենք մի քիչ խաղեր տանք, բայց Պուտինը արդեն պանիկայի մեջ է։ Որովհետև իրանք միջև հիմա չեն հասկանում ինչքան պանիկայի մեջ է Պուտինը ու ինչքան վատ է Պուտինի վիճակը։ Իրանք էլի թերագնահատեցին Պուտինին, էլի մտածեցին, թե իրանք կարան խափեն Արևմուտքին ու Պուտինին, Ժորժ ջան, բայց իրականում չեն կարող խափել իրանք։ Ուղղակի չեն կարող իրանք խափել։ Եվ տեղի ունեցավ մի բան, երբ որ ընտրություններից 2 ամիս առաջ պանիկայի մեջ վերկացավ եւ ասեց կոնցեսիոն կառավարումը պետք է ռուսներից վերցնենք, Պուտինը ընդհանրապես հասկացավ, որ պետք է այս իշխանությանը փոխել։ Եվ սկսվեց արդեն լուրջ խաղ, արդեն ոչ թե Պուտինը կբավարարվեր ընդդիմությամբ, այլ Պուտինը կոնկրետ որոշեց իշխանափոխություն անել։
Եվ սա ըստ էության դուր չեկավ Հայաստանի իշխանություններին եւ իրենք արդեն զգացին, որ իրենց աթոռը սկսեց տակից շարժվել։ Սկսեցին փակել ապրանքները, ներքին դժգոհություն առաջացնել։ Վազեցին Եվրամիությունների։ Հիմա ինչա կատարվում, տեսեք։ Հայաստան Դաշնքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր օտարավակայանում արգելել է լքել երկիրը։ Նախկին նախագահի որդին Լևոն Քոչարյանը Ֆակտոր TV-ին ասել է, որ հայրը Ռուսաստան էր մեկնում։ Այս մասին, որ Քոչարյանին արգելվել է լքել երկիրը, առաջինը գրել էր իշխանական Սիվիկեևը։ Ուրեմն, հաջորդը մի հատ ուշադրություն դարձրեք կապը։ Ծառուկյանին չթողնի Ծառուկյանը իբր Արաբական Միացյալ Էմիրություններ էր մեկնում, բայց չեմ բացառում, որ այնտեղ էլ կարող է Կիրիենկոյի հետ հանդիպեր, չեմ կարող բացառել դա, էլի։ Կամ Կիրիենկոյի չէ, Կիրիենկոյի վարորդի գուցե ասենք էս տիպեք, կամ Լուկաշենկոյի, ասենք, չգիտեմ։ Ընտրակաշարք բաժանած ուժերին, հա, ուրեմն էլի մարդ կար, որ չթողեցին, կարծեմ, չեմ հիշում։ Մի խոսքով, բնականաբար ենթադրում եմ, որ այո, Քոչարյանն էլ կուզենա, ասենք, Նարեկ Կարապետյանն էլ կուզենա Ռուսաստան գնա, չգիտեմ, Սամվել Կարապետյանն էլ կուզենա գնա, մի հատ հանդիպի անձամբ խոսա, տեսնի ինչ են հետո անում, որ Քոչարյանը գնում էր, որպեսզի ինստրուկտաժ ստանալ բոլորի համար, որքան ես հասկանում եմ, իմ տպավորությամբ, էլի, բան չունեմ ասել։ Հիմա եկեք հասկանանք ինչ է հայտարարում ՔՊ-ն եւ Փաշինյանը, ու տեսնենք ինչքանով է սրա տակ իրական ճշմարտություն կա։ Եվ ինչի համար է այս հայտարարությունները արվում։ Ընտրակաշարք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու։ Եռագլուխ մաֆիան ոչինչ անել չի կարող։ Նա չունի ժողովրդի աջակցությունը, ընդհակառակը ժողովուրդը պահանջում է ծնկի բերել կործանել եռագլուխ մաֆիան, եւ դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա, ասում է Փաշինյանը։ Եվ այս խմբակից չենք մոռացել Կալուգացու հիմնական մարիոնետավարին Սերժին, այս իհարկե իմ ծիծաղ առաջացնում է, այնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ճամպրուկները, երազելու եք Հայաստանից փախչելու մասին եւ այլն։ Ինձ ուղղակի բացում է ուրախացնում է, երբ որ Փաշինյանը արեստականորեն բերում է Սերժին, փորձում է տեղադրել այնտեղ ինչ որ բան է փորձում արած լինել, մեկ Պուտինի մարդն է, մեկ Սերժի մարդն է, չես հասկանում, իրանք իրանց հակասում են եւ այսպես շարունակ։ Ես կրկնում եմ, ես ունեմ մեծ վստահություն, որ Փաշինյանը երբեք ոչ Սերժին է նստացնելու, ոչ էլ Միշիկին։ Ես չգիտեմ, այդ ինչ պետքա տեղի ունենա, այդ ինչ պետքա տեղի ունենա, որ Փաշինյանը Սերժին կամ Միշիկին բռնի նստացնի կամ ունեզրկի։ Դա գիտեք, եթե Սերժի անունը չտար, ես ավելի լուրջ կվերաբերվեի իր հայտարարությանը, բայց հենց արդեն Սերժի անունը մտցրեց այդ ամեն ինչի մեջ, արդեն ինքը թեթև անլրջացնում է այդ ամեն ինչը, որտեղ մի խոսքով դրանից առաջ էլ Փաշինյանը ասաց, որ ընտրակաշարք բաժանողներին պետքա ունեզրկել, որ հացին կակա ասեն, եւ այս առումով հեղափոխությունն այլևս չի կարող լինել թավշյա, դե մեռան այս ամեն ինչը ասելու։ Բայց հիմա հետաքրքրականը տեսեք։ Արայիկ Հարությունյանը իր աշխատակազմի ղեկավարը գրում է. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին, միջնորդելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցություն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով։ Ալեն Սիմոնյանը գրել է. «Թավիշն ավարտվել է, այդ կուսակցությունները պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ»։ ԿԱԻ-ի որոշման հրապարակումից հետո գրել է Ալեն Սիմոնյանը։ Ուրեմն, տեսեք, հա, Ալեն Սիմոնյանը ասում է, ինձ համար ծիծաղելի է լրագրողների հարցը ԿԱԻ-ի դիմաց հավաքված իբր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ուրեմն լսեք ու փոխանցեք բոլորին, ուշադիր լսեք, ընտրակաշարք տված կուսակցությունները լրտեսներով եւ օտարերկրյա գործակալներով լի կուսակցություններն ընդհանրապես մանդատ չունեն։ Լսում եք, դրանք պետք է ԱԺ չգան։ Այդ կուսակցությունները պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ։ Հիմա հերթով։ Ուրեմն Ժորժ ջան, հետեւյալ մի բանը։ Նախ, ինչու է կարևոր, որպեսզի փաստերով լինի, որովհետև այսօր մենք գիտենք ում հետ գործ ունենք, օքեյ։ Սրանք, ասենք թե Ռուսաստանից կառավարվող ուժեր են, բոլորս հասկանում ենք, ես ինքս բազմիցս արտահայտվել եմ, բայց այս ամեն ինչ ինչու է վտանգավոր, երբ որ իշխանությունը չի գործում փաստերով ու փաստարկներով ու դատարանի որոշումներով, վաղը կարող է գանձնել, որ մի իրոք լավ ուժ ստեղծվի ռեալ մրցակից իշխանություններին, իրանք ուղակի պիտակ կպցնեն, այսինքն Հայաստանի համար, այսպես ասած, մի պայծառ ուժ ստեղծվի 2 տարի հետո, 3 տարի հետո։ Իրենք զգան, որ իրենք իշխանությունը կորցնում են, բռնեն այսպես առանց դատի դատաստանի, կպցնեն, որ իրանք ինչ որ մեկի գործակալն են, կամ ընտրակաշարք են բաժանել, կոպիտ ասած, առանց փաստերի։ Այսպես մի քանի դեպք սարքեն կամ չգիտեմ եւ այլն, ու սա դառնա դիկտատուրա։ Այդտենց ասենք գորանք ժողովրդավարություն, բայց իրականում տես տակից դիկտատուրա հաստատեն։ Դրա համար սա հաստատ եվրոպացիների եւ արևմուտքի սրտով չի։ Վստահաբար իմացեք, այն ինչ որ իրանք անում են, արևմուտքը շատ լավ տեսնում է ու շատ լավ ասում է, այսպես կամած գալիս է ընկնես հիմա իմ ծուղակը։ Եվ ծուղակն են ընկնելու, իրանք դեռ խաբար չեն ինչ են անում։ Իրանք փորձում են հիմա արևմուտքի հետ խաղեր տալ, ռուսների հետ խաղեր տալ։ Այս հիմա կբացատրեմ ինչա է այս ամեն ինչը արվում։ Երկրորդը, շատ լավ, Ալեն Սիմոնյան։
Ընդունում եմ։ Հիմա բացատրեք։ Երբ եք լյուստրացիա անելու, կամ ինչի՞ չէ կարել 8 տարվա մեջ լյուստրացիա։ Եթե լյուստրացիա անեք, ես վստահեցնում եմ ձեզ, այդ կուսակցությունները 19-ը, որ մասնակցում էին, 19-ը դեռ դուս եկան իրքը, դրանց կարող է 90%-ը այլևս քաղաքական գործունեությամբ չզբաղվի, որտեղ պարզվի, որ գործակալ են, օրինակ, տեսականորեն, կարա չէ այդպիսի բան լինի։ Բա լյուստրացիա արեք։ Կարող է ձեր մեջից է մարդիկ պարզվեն, ժողովուրդ ջան, չեք կարող իմանալ։ Դրա համար, որպեսզի ես կարող եմ ենթադրություն հայտնել, որ սա SS գործունեությունից ելնելով ռուսական նարատիվ է տարածում եւ դրա համար մեկ-մեկ ասում եմ, սա կամ ռուսական գործակալ է, կամ ռուսականների ազդեցության գործակալ է, որովհետեւ սա ռուսական կամ ուղղակի անգրագետ կամ միամիտ է։ Այսինքն ես բոլոր տարբերակները ասում եմ, որ այս բոլոր հավանականությունները կա։ Բայց դուք իշխանություն ունեք, KGB-ի արխիվներն էլ է ձեր ձեռը, ամեն ինչն է ձեր ձեռնա։ Ինչու լյուստրացիա չեք անում, որպեսզի բացահայտեք եւ օրենքով արգելեք այդ մարդկանց քաղաքական գործունեությունը։ Երկրորդը ընտրակաշառքի հետ կապված արդեն ասեցի, փաստերով դատարանները պետք է ապացուցեն նստածնեն, որպեսզի դուք կարողանաք արգելեք ԲՀԿ-ին մտնել խորհրդարան։ Հիմա իրանք ուրիշ բան են ասում են մենք հիմա դիմել ենք, այնտեղ ակնարկում են, Արայիկ Հարությունյանը ակնարկում է, որ պետք է արգելել այդ կուսակցությունների մասնակցել ընտրություններին, բայց երբ հիմա թե հաջորդ ընտրություններին։ Ալեն Սիմոնյանը ընդհանրապես ասում է, իրանք պետք է ընդհանրապես հիմա խորհրդարան չգան, շատ լավ, համաձայն եմ։ Իսկ ինչի է սա արվում։ Սա արվում է Պուտինի հետ բազար անելու համար, ժողովուրդ ջան։ Այսինքն տեսեք ինչ տեղի ունեցավ։ Իրանք շատ լավ հասկանում, իրանք չեն ուզում ԵԱՏՄ-ից դուրս գան, տեսեք։ Իրանք անգամ հապկը պարտքի տակ դնում, փողը վզներին դնում, իրանք չեն ուզում հապկից դուրս գան։ Իրանք վազում են եվրոպաները, բայց չեն ուզում հապկից դուրս գան։ Գրում են Եվրոպայից օգնություն են խնդրում, բայց չեն ուզում հապկից դուրս գան։ Այն որ արդեն բանը բանից անցել է։ Հիմա այս մասին եք խոսենք, իրանք սազանդարներ ինչեր են խոսում ընդհանրապես եւ այլն։ Իմ կարծիքով այս ամեն ինչը այս քոչերանին արգելելը, այս բաները, որ հիմա չենք թողնի ընդհանրապես խորհրդարան։ Նախ եթե դուք չթողնեք, որ իրանք գան խորհրդարան ու փակեք, ուրեմն դուք պետք է անեք հետեւյալը, որpիսի ընդհանրապես ուրեմն դա կանխվի, պետք է բացահայտեք բոլոր ընտրակաշառքի գործերը, դատեք մարդկանց, ուրեմն դրանից հետո սրանց արգելեք կուսակցությունները, սրանք պետք է խորհրդը, այսինքն արգելվի սրանց քաղաքական գործունեությունը, օրենքով, որտեղ ունեք փաստեր, դատական գործեր, որը կընդունի արևմուտքը, դա կլինի օրինական, որից հետո կփակեք այս կուսակցությունը, բայց դրանից հետո պետք է անեք ընտրություններ, որտեղ ասենք լավ թե մի տարի տևի, բայց 4 տարի մենակ չեք գնալու այդ խորհրդարան առանց ընդդիմության։ Դա ձև չի։ Ուրեմն երբ որ դուք դա ասում եք, դուք պետք է վերջում նաև ասեք, մենք կարգելենք այս ուժերի, ասենք, կմաքրենք քաղաքական դաշտը եւ կկազմակերպենք նոր ընտրություններ։ Որովհետեւ դուք չեք կարող սրանց արգելել, որ մտնեն խորհրդարան, ու տես մենակով գաք խորհրդարան նստեք ուրախ, որովհետեւ չէ որ ոչ բոլորն են ընտրակաշառքով ձայն տվել, դուք պետք է հասկանաք, որ երկրում կա խնդրեմ, կան մարդիկ, որոնք ձեզ դեմ են, ու այդ մարդիկ պետք է ընտրություն ունենան։ Օրենքով պետք է լինի ամեն ինչ, հակառակ դեպքում սա կարա բերի ուղակի վաղը մյուս օրը քաղաքական օպոնենտների ոչինչ ասում, ավելին ասեմ ձեզ, նորից եմ ասում, հիշեք, եթե սա սենց շարունակվի ու մնա ու իրանք շարունակեն սենց խաղեր տալ ու ոչ մի բան չանեն, կոնկրետ ոչ մի բան չանեն դեպի ժողովրդավարություն, որտեղ սա ժողովրդավարության խայտարակ հետընթաց է եւ դուք կտեսնեք առաջիկայում, դուք կտեսնեք եւ բոլոր մարդու իրավունքների զեկույցներում այս դրվագները ընտրությունների հետ կապված ներառվելու է։ Դուք կտեսնեք առաջիկայում, որ ժողովրդավարության բոլոր չափանիշներով, միջազգային այսպես գնահատականներով, ռեյտինգներով Հայաստանը իջնելու է։ Եթե կոնկրետ օրենքով ամեն ինչը չարվի։ Կարևորագույն բանը, հասկացանք արևմուտքը ուզում է ձեզ Ռուսաստանից կտրի, հասկացանք արևմուտքը շահագրգռված է, որ դուք գնաք դեպի արևմուտք։ Հասկացանք, որ դուք այդ ամենը խոստովանեցիք, որ անգամ Եվրամիությունը դիմումի է սպասում, բայց հիմար չեն այնտեղ նստած։ Իրենք շատ լավ հասկանում են դուք ինչ եք անում։ Իրանք տարական բազար են անում Պուտինի հետ, բացի մեր ելակի ճանապարհը, բացի մեր ձկան ճանապարհը, մենք կշարունակենք խաբել եվրոպացիներին, որ գալիս են Եվրոպա, կշարունակենք մնալ ԵԱՏՄ-ում, հապկը ձևական կսարեցնենք, որ էլի դրսից կուտանք մի երկու զենք ստանանք, ոչ ամենաբարձր, բայց էլի մի բան ստանանք, ասենք, որ տես մի դիվերսիֆիկացնում ենք, թող արանքում մնանք, խոսք ենք տալի, չենք գնա արևմուտք։ Բայց Պուտինը շատ լավ հասկանում է, Թրամփը մտել է տարածաշրջան։ Հիմա մենք նաև Իրանի հարցով կտեսնենք ինչա կատարվում։ Պուտինը հասկանում է, որ Փաշինյանը ոչ մեկ է Թրամփի դեմ, եթե Թրամփը սկսեց որոշումներ կայացնել, Փաշինյանը խելոք անելու է դա։ Եթե Թրամփը սկսեց կոշտ պահանջներ դնել, Փաշինյանը անելու է դա։ Եվ ամենակարևորը զրկելով Պուտինին ամենակարևոր ճանապարհից, Պուտինը դուրս է մնում տարածաշրջանից։ Դրա համար ինչ էլ հիմա իրանք անեն, մեկը Պուտինը, եթե հիմա անգամ իրանք այսպես ձուկնել բացի, ելակնել բացի, Պուտինը շատ ավելի լուրջ պլաններ է մշակելու Հայաստանում։
Եթե այս ուժերը մնացին խորհրդարանում եւ սրանք գնացին հանկարծ գործարքի, որովհետեւ ասեմ ձեզ, եթե ելակն ու ձուկը բացվեցին, հիմա ԵԱՏՄ-ն նորից բացեց սաղ ապրանքները Հայաստանի, ես ձեզ վստահեցնում եմ, կտենակ ոնց է այս խոսույթը, էլ ոչ մեկ չի պատժվելու, Չագուչը նորից դառնալու է թավշյա, նորից խելոք սկսելու են գնալ Ռուսաստանները, Վլադիմիր Վլադիմիրիչ անեն, ասեն, երբ որ դինոզավրերը հետ կգան տենց, ասել եմ Քրիստոսի երկրորդ գորությանը Քրիստոսը գնա, հենց գնա, կորոշենք անում ենք հանրակվե թե չէ։ Այսինքն այս ամբողջ խոսույթը, այս ամբողջ շոուն կամ իրանց սա շոու չի, սա շովույա, գիտեք չէ, դες հայտնի բանկը, շովու կազմակերպված է նրա համար, որպեսզի Պուտինին համոզեն, թե բացի մեր հետ մի գնա կոնֆրոնտացիայի, թե չէ ընդհանրապես քո ուժերին, որոնք մենք ոչ միայն PR արեցինք Սամվել Կարապետին, ոչ միայն մենք բարեհոգաբար ուզում ենք ընդդիմությունը քեզ տայինք, հիմա եթե էտել չես ուզում, էտել ձեռքիցդ կվերցնենք, ընդհանրապես չենք թողնի գան խորհրդարան։ Ու իրանց էլ պատանդ կվերցնենք, ու ընդհանրապես անգամ չենք գարագան ձեր մոտ կոնսուլտացիաների։ Այսինքն ամբողջ այս պատմությունը հասկացաք ինչի համար է։ Այս շովուն, որ կազմակերպել են հիմա տեց Հավշավան, բայց ասեմ ձեզ, մեկին մեկ Սերժ Սարգսյանի ձեռագիրն է, ինչ որ կատարվում է հիմա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այս խաղերը, այս ինտրիգները, այս բազարները, այս դիվանագիտությունը մեկին մեկ Սերժի ձեռը, այնքան ամեն ինչ հիշեցնում, ես թե այն ժամանակ Հայաստանում եղել աշխատել եմ, այդ ներքին խոհանոցել եմ, տեղ գործելավոճից եմ տեղյակ։ Որպեսզի այդպես չլինի, ուրեմն ապացուցեք մեզ հակառակը։ Շատ լավ, փակեք այդ կուսակցությունները, շատ ուրախ կլինեմ։ Օրենքով լյուստրացիա արեք, բացեք KGB-ի արխիվները, տնանք ով է գործակալ, ով չէ։ Ինչի ամեն մի Վալդայսկի խրպոտ ձեներով գնում նստում ընդ սկսում է ռուսական նարատիվ տարածել։ Բացեք, ինչի է Հայաստանում ինչ որ կենտրոններ քաղաքագիտական ստեղծվում, ինչ որ մարտիկ որոնք պոտենցիալ ասենք KGB գրասենյակներ են, ռուսական FSB գրասենյակներ են։ Բացեք արխիվները, հասկանանք ով ով է մեր քաղաքական դաշտում։ Լյուստրացիա սկսեք։ Բոլոր երկրները, որոնք անկեղծորեն ուզեցել են գնան Եվրոպա, Բալթյան երկրները, իրանք այդ լյուստրացիան անում են։ Ասում եմ, Մոլդովան ուղակի արգելեց օլիգարխին, ուղղակի հիմա տեսեք, Գագիկ Ծառուկյանի որդին Բելարուսում է։ Որդին պատանդ է Բելարուսում, այսինքն Բելարուսում լծակ ունի Գագիկ Ծառուկյանի վրա։ Ժողովուրդ հանգիստ կարելի է քաղաքական հանգիստ որոշում կայացնել, որ այս մարդը վտանգավոր է, որ Հայաստանի ընտրություններում մասնակցի, որտեղ իր որդին քրեական պատասխանատվությամբ, այսինքն Գագիկ Ծառուկյանին պետք է ասվեր, որդուդ բեր Հայաստան, թող նստի կամ դատվի։ Դու կարող ես մասնակցել ընտրություններին, որտեղ հակառակ դեպքում մենք քո որդին դուրսը դա անվտանգության խնդիրը կարող է պատանդա Լուկաշենկոյի մոտ։ Դուք հասկանում եք, սա տարական ազգային անվտանգության հարց է, ուզենային հանգիստ կանեին։ Սամվել Կարապետյանին իրանք են PR-ը, ես ես ասում, այդ տերտեշոն, տեսակ ինչ եղավ, ոչ մի բան չեղավ։ Ասում էի ձեզ չի լինելու ոչ մի բան։ Ասում էի, չէ՞ ձեզ։ Հատուկ հաղորդումներ կարդա, թե շատերը այդպես ներվային անում են, նեղվում են, չէ, Ժորժ ջան, իրանք շարունակում են շովուներ կազմակերպել։ Սա լուրջ չի։ Ուրեմն արեք կոնկրետ քայլեր, դուրս եկեք հապկից։ Լավ ուզում եք ռուսներին պատժեք, դուրս եկեք հապկից։ Շատ լավ առիթ է։ Գոնե էլի փորձում են պայմաններ, բայց կասենք գոնե առաջին գործնական քայլը արեցին։ Ընդհանրապես Ժորժ ջան։ Բայց դրել են, կարգել են այս ուժերը։ Այսինքն այն ինչ որ ես կանխատեսել էի դեռ մի տարի առաջ ընտրությունները այսինքն որ սկսեց ամառը անցած տարվա, ասեցի, որ Փաշինյանը այս ամեն ինչը անում է, որպեսզի Պուտինին ասի ընդդիմությունը քոնն է։ Նույնը անում էր Սերժ Սարգսյանը, լրիվ նույնությամբ, ասում էր, մենք համ արևմտամետն ենք, համ ռուսամետն ենք, տարավ իր կուսակցությունը սարքեց ԵԺԿ անդամ, հիմա Փաշինյանն է ուզում տանի կուսակցությունը սարքի ԵԺԿ անդամ, որպեսզի կարողանա այդպես խաղեր տա։ Աջ ցախ։ Ոչ մի բան չի փոխվել, իրականում այս ժողովրդավարության շղարշի տակ մեկին մեկ ձեռագիրը երևում է։ Ջրի շախմատը շարունակվում է։ Մեկին մեկ։ Ու ոչ մի ռեալ քայլ մինչև այս պահը իրականում ռեալ, այն որ ասենք, իրոք դուս եկան հապկից։ Հապկը սարեցրել եք այնտեղ մեր վրա տուգանք են դրել, ասում են, հա, հեսա պարտքերը ավելանում է։ Բայց նորից եմ ասում, արևմուտքին հիմարի տեղ մի դրեք։ Դրա համար եմ ասում, թրիփը, որի հետ իրանք ընդհանրապես կապ չունեն, որը ասում Աստծո պարգևներ է սպայդրության, փրկություններ, որ իջավ մեր գլխին, որ process-ը սկսեց Ադրբեջանը, բայց իրենց դեմ պատտվեց այդ թրիփը։ Որի հետ ընդհանրապես Փաշինյանը կապ չունես, որպես նվեր ընկավ գլխներին։
Այսինքն դրա հարցը որպես նվեր թե չէ, որտեղ հիմա իրանք տանջվում են, չեն կարող դրից հետո արանքում մնալը շատ ավելի դժվար է, բացատրում էինք։ Խաղաղության խաշմերուկ, չգիտեմ ինչ եւ այլ այսպես շարունակ։ Դա մեր ասում, սա ընդամենը խաղա, հիմա Պուտինին ասում են զուկդ բացի, մեր զուկը, մեր ելակը թող գա նորից հին ձևով բան, մենք մեր առևտուրը մի փակի։ Մենք էլ կթողենք, որ իրանք գանք խորհրդարան։ Այ եթե չբացես, այդ ընդդիմությունն է քո ձեռից կվերցնենք։ Շոույա, հենց Պուտինը սկսի թուլացնել, իրանք էլ են սկսելու թուլացնել։ Կտեսնեք, կմոռանան գործերը կգցեն տարիներով, ասենք, տենց իրանք կգնան կգան նորից նույն բազարը, նորից նույն բանը, բայց մենք լավ հիշողություն ունենք այս անգամ։ Այսա հիշելու ենք ինչ որ ասել եք։ Այսա հիշելու ենք, որ պտի չգան, չենք թողնելու, դիմում ենք, այսա հիշելու ենք մենք։ Ես առաջինը ուրախ կլինեմ, եթե իրոք օրենքով լուստրացիա անեք, օրենքով Ծառուկյանին ընդհանրապես արգելվի ընդմիշտ ցմահ զբաղվել, իսկ եթե քրեական պատասխանատվություն պետք է ենթարկվի, թող ենթարկվի քրեական պատասխանատվության։ Սամվել Կարապետյանը թող օրենքով գտնեք իրոք եթե խախտում արե, թող ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ ուժեղ Հայաստանները դրա մեջի բոլոր կուսակցությունները պետք է բոլորին արգելվի քաղաքական գործունեությունը։ Նորից եմ ասում, Մոլդովան այդ սխեման օգտագործեց։ Ժողովուրդ, ես պատահական չէի ասում, Ես եմ եղել առաջինը, որ ասել եմ արգելեք այդ դրանց, որտեղ կապեր կան, չի կարելի թույլ տալ ընտրությունների։ Սանդուն դա արեց, Եվրոպան ծափահարեց։ Հիմա տեսեք։ Ու Փաշինյանը գիտեք ինչի է հիմա բարկացած, որովհետև ինքը չէր սպասում, որ ներսինները չափականցնեն։ Նույն Ծառուկյանը չէր սպասում, որ չափականցնի։ Հասկացաք։ Չէր սպասում, որ Պուտինի հրամանները ուղիղ կսկսեն կատարել կոպիտ ասած։ Դրա համար էլ ինքը փրփռում է հիմա, որտեվ իր աթոռը սկսեց շահ, որտեվ այն կազմակերպչական այն միջոցները, որ տեղի ունեցին, ծախսվեցին ու այն ուրեմն ջանքերը, որ ներդրվեցին սրանց համար, այն կատաղի պայքարը, որ սրանք տվեցին։ Եվ ինքը որ սահմանադրական մեծամասնություն չունեցավ։ Այսա իր համար արդեն զանգակ էր։ Կհասկացա որ, բայց նորից եմ ասում, եթե ինքը շարունակի փորձի արանքում մնալ, հիմա եթե Պուտինը թեթևացնի, ասենք առևտուրը սկսի շարունակվել, ինքը սրանց թողի գան պարլամենտ, մտնի սրանց հետ առևտուրի մեջ, դա ոչ մի լավ բանի չի բերելու, մենք ընթացքում կհետևենք կտեսնենք։ Միևնույն ժամանակ եվրոպացիները ամեն կերպ, տեսեք, ոչ միայն հայկական ժամանակը տպեց, որ եվրոպացիները սպասում են, որ Հայաստանը դիմի անդամության, ոչ միայն ասեցին, խոստովանեցին, որ Փաշինյանը բայց փորձում է արանքում մնալ, հայկական ժամանակը իր թերթ է։ Նախորդ թողարկում տվել եմ։ Հիմա եվրոպացիները կարևորագույն միջոց, անցած թողարկմանը եւ ես եւ մեր ընկեր Մարատը խոսեցինք Ֆրեայի մասին։ Էլի մտեք նախորդ թողարկումը չկրկնեմ, շատ կարևոր անվտանգային համակարգը, շատ կարևոր, որտեղ Հայաստանը կարևորագույն մասնակցություն ունենա եւ հիմա տեսեք ինչա տեղի ունեցել Երևանում։ Հայաստանում 4 պետություններ՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա եւ Ֆինլանդիա, դեսպանությունները ներկայացրել են համապարփակ պաշտպանության Total Defense Nordic-յան հյուսիսեվրոպական հայեցակարգը։ Այս հայեցակարգի էությունը կայանում է նրանում, որ պետության պաշտպանությունը դադարում է լինել բացառապես կանոնավոր բանակի խնդիրը։ Մոդելը մեկտեղում է զինված ուժերը, պետական մարմինները, քրիտիկական ենթակառուցվածքները, բիզնեսը եւ քաղաքացիական հասարակությունը մեկ միասնական պաշտպանական օրգանիզմի մեջ։ Յուրաքանչյուր քաղաքացի, ՏՏ մասնագետից մինչև բժիշկ հստակ պատկերացումն ու իր դերն ունի մոբիլիզացիոն առաջադրանք ճգնաժամերի կամ հիբրիդային սպառնալիքների դեպքում։ Հայաստանի համար Շվեդիայի եւ Ֆինլանդիայի այս փորձի որդեգրումը նշանակում է անցում դասական ռազմական դոկտրինից դեպի համազգային դիմակայության ստեղծում, որտեղ ագրեսորի համար գլխավոր արգելք է դառնում ողջ հասարակության դիմադրության պատրաստակամությունը։ Այն բաներ կային, չեն, գերպրոֆեսիոնալները, որ համախմբեք սաղին հավաքենք ազգ-բանակ դառնանք, Ժորժյան, այդ հետամնացությամբ հետո մի բանը նեղանում են։ Իդեպ շատ հետաքրքիր էր։ Իրանք են բանին ռուսական գործակալիկին քաղ բանտարկյալ էին համարում, Ժորժ ջան։ Նա էլ հելավ սրանց հերանից, ասենք որ շատ հետաքրքիր է, ինձ հետաքրքիր դրանց դեմքը տերնել ամեն ինչից հետո, երբ որ ես ասի մի խոսքով։ Հիմա ի՞նչ է կատարվում, տեսեք։ Ուրեմն, փաստորեն, այսայա, երբ որ ասում ենք հեքիաթ մի պատմեք, գրագետ եղեք, այ եթե գայիք օրինակի համար եք ասեիք, օրինակ մասնագետը ձեր գար ասեր համակարգ կա, նորդիկ համակարգ կա, ֆրեյա կա, մենք պետք է մտնենք սրա մեջ։ Եվ այլն, ցապ կտա, ես ձեզ կաջակցեի։ Ես պրոֆեսիոնալ, իրոք, ես չեմ ուզում, դուք հասկանեք, դու ոչ թե պրոֆեսիոնալ եք, դուք մինուս եք, դուք պրոֆեսիոնալ չունեք այդտեղ։ Դուք ձեր մոտ մի հատ, չգիտեմ, ինչ մի հատ մակարդակ կա։ Այսա ես պահանջում, որ մի քիչ գրագետ լինեք, հաճույքով կաջակցեի։ Կասեի, ապրեք,
խելոք բաներ եք ասում, ճիշտ մտքեր է, պրոֆեսիոնալ է։ Հիմա տեսեք, ասում է մոբիլիզացիայի ժամանակ բժշկից մինչև բարձր տեխնոլոգիական մասնակիցը գիտի ինչ պետք է անի։ Ժամանակակից պատերազմներ, ասենք, չգիտեմ, անօթաչուի օպերատորից բռնած միջև վերջի մարդը բոլորը հասարակության մեջ իր դերակատարումը գիտի։ Եվ սա Հայաստանի համար փայլուն բան է։ Ֆանտաստիկ նախաձեռնություն է, որ Եվրոպան ճգնում է մեզ օգնել, ջանում է մեզ օգնել։ Բաներ են առաջարկում։ Հիմա նայենք։ Ուրեմն ոչ մեկ նորմալ չլուսաբանեց, այնտեղ, չգիտեմ, մեր լրագրողները ընդհանրապես իրանք ոնց որ Հայաստանի բոլորին չասեմ, լրագրողների 90%-ը Հայաստանի թշնամիներն են, ոնք գիտե չեն հասկանում։ Իրանք չեն հասկանում։ Իրանց կրթվածության, ցածր կրթվածության պատճառով կամ պրոպագանդիստ լինելու պատճառով իրանք բաց են թողում ամենակարևոր բանը, թե ինչա պետք Հայաստանին։ Իրանք չեն տեսնում լայն աշխարհքաղաքական պատկեր, իրանց նեղ է օրվա բանը, հրամանը ստացել են, պիտի գնան ստեղ հարցակվեն կամ այնտեղ հարցակվեն եւ այլն։ Ժողովուրդ, այս լուրը պետքա թնդար ամբողջ լրատվական դաշտում։ Չկա։ Անկամ ամերիկյան ֆինանսավորում ստացածները չեն տալիս այդ կամ այդպես չգտա։ Չկա աչքովս չգա։ Սա պետքա առաջին էջերում գնար այս լուրը, որովհետեւ կարևորագույն բան է մեզ առաջարկվում։ Ֆանտաստիկ միջոցառում է։ Պարզվում է իշխանում, մենք փորփրում ենք հասկանանք, իսկ ով է եղել։ Պարզվում է ինչ որ մարդիկ եղել են, հայ իշխանությունից էլ են եղել, ինչ որ փորձում ենք հասկանալ, դուք պատկերացնում եք ինչ ողբերգական վիճակ է մեր վերլուծական եւ լրագրողական դաշտը։ Ինչ ողբերգական վիճակ է, որ այս կարևորագույն բանը, երբ որ Հայաստանին պատրաստի մոդել են առաջարկում, ոչ թե սարերը, ձորերը թուրը առնենք, ընկնենք, Նախիջևան, Ջավախ, չգիտեմ, sense բան եւ այլն, այլ կոնկրետ պատրաստված լինել, որ հաջորդ պատերազմի ժամանակ մենք կարողանանք ինչ որ պետք է անել։ Կոնկրետ պատրաստ, առաջարկում են սխեմա, պատրաստի, նստած պրոֆեսիոնալ իրական պրոֆեսիոնալներով, հա։ Ասում են գանք, օգնենք, անենք, ունեցեք։ Հատկապես որ հյուսիսային Եվրոպայի երկրները միշտ մեր կողմից են եղել։ Միշտ։ Էլ չեմ ասում ժողովուրդ ջան, եթե մենք Շվեդիայի հետ ունենանք պայմանագիր, Շվեդիան այսօր ֆանտաստիկ զենքեր է ֆրանսիականից լավ հրետանի է առաջարկում։ Ես չի ուզում սա շեշտել, բայց շեշտում եմ։ Շվեդական արջերները սեզարներից լավն են։ Եվ սա ապացուցված փաստ է Ուկրաինայում։ Շվեդական արջերները ֆրանսիական սեզարներից լավն են։ Շվեդական գրիպենները ֆանտաստիկ ինքնաթիռներ են։ Շվեդիան ֆանտաստիկ ավիացիա ունի։ Կարենք ֆանտաստիկ ձևով օգտվել։ Ու կտային մեզ, կվաճառային մեզ։ Բայց տեսնում եք, հապկից չեն ուզում դուրս գան, խաղեր են տալի, իրանց գալիս են կոնկրետ առաջարկում են։ Դրա համար եմ ասում, ծափ տանք, դուրս եկեք հապկից, ես առաջինը կլեմ, ասել եմ։ Կասեմ, ապրեք վերջապես մի քայլ արեցիք։ Տեսեք, ես ասում եմ, իմ համար կարևոր է։ Ես ի տարբերություն շատերից ասում, ընտրությունները լեգիտիմ են։ Որտեվ ասենք միջազգային հիմնական կազմակերպությունը արևմուտքը ճանաչել է ընտրությունները։ Ես չեմ գնալու դրա դեմ, ես ասել եմ այ ընտրությունները լեգիտիմ են։ Բայց զգուշացնում, ասում եմ, այս բաներ մի արեք, որ Հայաստանի ռեպուտացիայի վրա ազդի։ Նաև ընդունում եմ դա, որտեվ հասկանում ենք ալտերնատիվը ով է։ Այսինքն ստիպված ենք դա ասում նաև, որտեվ հասկանում ենք, որ ալտերնատիվը, այսինքն օպոնենտները չարիք են։ Սրանք չարյաց փոխագույն են, նրանք ուղղակի խայտարակ խորը չարիք են։ Հիմա լսում եմ մեծ բանավեճը հանրայինով։ Ուրեմն պատկերացրեք, այսպես հրավիրել են այդտեղ սազանդարներին, մեկ էլ այնտեղ բերել են մեկին, մի հատ ռուսասեր կա, ռուսամոլ եւ այլն։ Կանգնած այսպես բանավիճում են, իդեպ ինձ բացում է, գիտեք ինչ, իրար այնպես լավ բացահայտում են։ Ասենք, այնպես լավ բացահայտում են, ասենք իրականում այնպես ուժեղ բացահայտումներ ա գնում իրար վրով, ասենք սազանդարների կերպարով, ովքեր են իրանք իրականում եղել ու կան եւ այլն։ Եվ ինչ են ասում իշխանության, ուրեմն այսպես ասում եմ, Սայաթ Նովաները։ Ասում են, ուրեմն տեսեք, ասում են Ռուսաստանին ձեռնտու է, որ հապկից հանի Հայաստանը։ Ուրեմն ասում է, դե գիտեք ինչ, հա, Ռուսաստանը ուզում է հապկից հանի Հայաստանը, ասում է, որովհետև ասում է Հայաստանը այս կարգավիճակով մնալով հապկում, ասում է, հապկը վարկաբեկում է։ Լուրջ եք ասում։ Լուրջ եք ասում։ Հայաստանը որ դուրս եկավ հապկից, այնտեղ ավելի քիչով մնացին, ասենք հապկը չի վարկաբեկվում, որ մի կառույց պետությունը, որը
ելնելով որ չի կատարել հապկի իր պարտականությունը լքում այդ կառույցը, դա ավելի շատ վարկաբեկում չի, քան սենց մնալը հապկում, որ Հայաստանը այդ դեպքում Ռուսաստանը կարասի, բայց մենք դες վատն ենք, ինչի՞ էս մնում սառեցված։ Երկրորդը, էլ մյուսն էլ ասում է Ղրղստանն ու Ղազախստանը չեն համաձայնի, բայց Ռուսաստանը կուզի։ Ես չեմ հասկանում, դուք ինչի համար եք սա ասում, այնքան խորամանկ եք, որ ուզում եք ասեք, որ այդ տեսեք մենք մնացինք հապկում Ռուսաստանի ինա, դու հա։ Դուք հիմա լուրջ եք ասում։ Դուք այդքան կակ, այդքան մտածել եք, տենց մանիպուլյացիա եք ուզում անեք, հա։ Հերթով կրկնում եք, դες կանչել են հմեք, որ ասեք, որ հարց եմ տալի։ Ուղղակի հարց եմ տալի, կանչել են հմեք, որ տենց ֆրծնեք, որ այդ տեսեք Ռուսաստանը ուզում է մեզ հանի, բայց մենք մնացինք հապկում, հա, լուրջ եք ասում։ Որ գալի ծիծաղից մեռնել ուղղակի։ Դուք ինչ արև մտամետ։ Այն մեկը լավ ասեց ոնց է եղել որ համ արևմուտքից էս գրանտ ստացել համ Ռուսաստանից։ Ոնց է եղել որ ժամանակին ասում էր Սերժ Սարգսյանը ճիշտ բալանսավորված քաղաքականություն ա վարում։ Հիմա օրինակ դա նորություններ։ Ես այդ մարդուն կանչում եմ եթերները։ Բայց փաստորեն ներքին լսարանում ուրիշ բաներ ա խոսացել։ Ճիշտ է, հետո հասկացա ու հրաժարվեցի կանչել։ Բայց հիմա բացահայտվում է շատ են էս ուրիշ հետաքրքիր բաներ։ Ասում է ես կուզեմ որ Հայաստանը դուրս գա հապկից, ասում է։ Հասկանում եք ինչ ասում։ Ասում է ես կուզեմ որ Հայաստանը հապկից դուրս գա, ասում է։ Բայց ասում է մենք մնալով հապկում կանխում ենք մեր դեմ որոշումները։ Իսկ հապկում ինչ մեր դեմ որոշում կարա կայացվի։ Ղազախստանի շահերը հիմա մեր հետ, ասենք, թրիպի հետ կապված շահ կա, ռազմավարական համաձայնագիր ենք առանձին կնքի։ Իսկ այդ ինչա հապկը Իրանից ներկայացնում կամ այդ ինչ որոշում պետք է ընդունի, հապկը ինչի համար է, մեզ պետք է պաշտպանել ու զենք տալ այժմ։ Ոչ այնանը, ոչ այդ ինչ որոշում պետք է որոշում կայացնի, որ մեզ զենք չի տալու էլ։ Դե պետք է որոշում կայացնի, որ մեզ չի պաշտպանել։ Ոչ այն արել, ոչ այն արել։ Դուք հասկանում եք, դուք ոնց են սրանք արևմտամետ ձևանալով տարիներ շարունակ խափել մեզ։ Ուրեմն Սերժ Սարգսյանը ինչ էր ասում։ Սերժ Սարգսյանը ասում էր մենք մնում ենք հապկում, որ Ադրբեջանը չմտնի, ինչ Ադրբեջանը երբեք չէր մտնելու։ Ինքը չէր պատրաստում իրան այդքան բացի Սերժ Սարգսյաններից ու մնացածից Ռոբերտ Քոչարյաններից, Լևոն Տեր-Պետրոսյաններից, որոնք հերթով Հայաստանը տվեցին, sense հերթով Ռուսաստանին, որևէ ուրիշ երկրի ղեկավար բացի այդ կենտրոնական ասիական հետամնաց երկրներից ու բան։ Օրինակ Ալիևը այնքան խելացի է եղել, որ ինքը այդ ընթացքում Իսրայելի հետ էր հարաբերություն զարգացած, Իսրայելը նույն բանը ձեզ առաջարկ է։ Նույն բանը։ Բայց Ալիևը գնաց այնտեղ։ Ալիևը երբեք չէր մտածում, որտեվ Ալիևը Իսրայելից զենք ա գրել, եթե նա մտներ հապկ, Իսրայելը իրան զենք չէր վաճառի։ Կամ առնվազն կզգուշանար, որ իր տեխնոլոգիաները կարող է հայտնվել ռուսների մոտ։ Սերժ Սարգսյանն էր ստում, որտեղ կամ այնքան անգրագետ էր, որ չէր հասկանում, որ ասենք աշխարհը ռուսա, այսինքն ինքը մտածում էր ամբողջ աշխարհը Կրեմլով ա վերջանում, հա, ու սկսվում։ Կարող է այդպես էլ ա եղել։ Կամ ուղղակի ֆրացնում էր հիմնավորելու համար, թե ինչա ինքը մնում հապկում։ Բայց անգամ Սերժ Սարգսյանի հիմնավորումը ավելի հիմնավոր էր։ Չնայած թերապես իրականության հետ կապ չուներ, բայց ավելի հիմնավոր չէ, ավելի խելքին մոտ էր։ Որ մենք մնում ենք հապկում, որտեղ եթե մենք հապկից դուրս գանք, Ադրբեջանը կմտնի հապկ ու մեր դեմ սպառնալիք կդառնա։ Հիմա տղերք, Ադրբեջանը չի մտնելու հապկ առավել եւս, եթե այն ժամանակ չէր մտնելու։ Հիմա ընդհանրապես ոչ մեկ չուզում Պուտինի հետ գործ ունենալ։ Ամոթա ներկայացել եք տարիներով, ոչ թե ամոթա, գեդինը մտնեք դուք, որ այսքան տարիթո ասում եք ես ուզում եմ որ դուրս գա Հայաստանը հապկից, բայց մենք մնում ենք որ այնտեղ կանխենք մեր դեմ որոշումները։ Ինչ որոշում արա մեր դեմ։ Ամոթա ուղակի, ձեր էությունը լրիվ բացահայտվեց։ Հայտարարակ եղաք միջև հայրապետի խազը, ասում Ռուսաստանը ուզում է մեզ հանի։ Լուրջ եք ասում։ Ռուսաստանը միջև վերջ փորձելու է շանտաժ անի, ինչի հանի եթե կարա մեր վրա պարտք ավելացնի։ Հաջորդ տարի էլ դնի պարտք, ասի արդեն ձեր պարտքը ոչ թե ասենք 100 միլիոն է, 200 միլիոն դոլար է, տոկոսա վրան ավելանում։ Որտեղ միջազգային պայմանագիր կա, Հայաստանից վզին դնում են, բարձում են։ Ինչի պետք է հրաժարվի Ռուսաստանը, չի պետք է հանի։ Դեռ այն ժամանակ եմ ասել, հիմարությունը թարգեք, երբ որ Փաշինյանը ակնարկում էր, դե թող իրանք մեզ հանեն։ Հիշում եք 2-3 տարի առաջ, որ սառացրեց ինչ էր ասում։ Ասում էր իրանք թող հանեն, մենք սառացնում ենք, իրանք թող հանեն, եթե ուզում են։ Մի խոսքով